Ազգային ժողովրդավարական բևեռը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները Երևանի կենտրոնում քաղաքացիներին բաժանել են նախընտրական նյութեր եւ ներկայացրել իրենց հիմնական ուղերձները։ Ազատության հրապարակում բևեռի падգամավորության տեխնացու Վոլոդիա Ավետիսյանը նստացույց է իրականացրել, շեշտելով, որ քաղաքական ուժի նպատակն է Հայաստանի անկախության, ազգային արժանապատվության եւ պետականության ամրապնդումը։ Միանշանակ է նստացույցը ավելի մեծ արձագանք գտնելու համար է, որպեսզի ժողովուրդը իմանան, որ բևեռը մասնակցում է ամսի 7-ի ընտրություններին եւ համար 8-ի թիվն է, որը որ պետքա ցանկալի է, որ ընտրեն 8-ին, որովհետեւ միակ ազգային ուժն է այսօր, միակ կուսակցությունն է, որ բարձրացնում է Վիլսոնյան իրավարար վճռի Հայաստանը կատաստրի թուղթ ունենալով այդ քարտեզը։ Նա կոչ է արել քաղաքացիներին քվեարկել ազգային նորակարգ ներկայացնող ուժի օգտին։ Կոչ եմ անում հայ ժողովրդին մի անգամ ճիշտ ընտրություն կատարեն եւ ընտրեն բևեռին, ազգային ժողովրդական ուժին, որը որ անշահախնդիր է, արդարության համար է պայքարում, ազնվության համար է պայքարում։ Ազգային ժողովրդավարական բևեռը նաեւ քաղաքացիներին հրավիրել է հունիսի 5-ին կայանալիք նախընտրական ամփոփիչ հանրահավաքին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։